Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօրվա ելույթս ասենք բանի հետ կապված չի, թե նժարը ինչ է անելու, երրորդ մասը չի, ես դեռևս առաջ երկու մասն եմ ներկայացրել, այսօրվա ելույթս կապված է ուրիշ հարցի հետ, քանի որ շատերը իմ ընկերներից, ովքեր որ գիտեն, որ ես տասնյակ տարիներ արդեն որ մի հատ մոտեցում ունեմ, որի շուրջ միշտ ցավացել եմ եւ որի հենց հիման վրա ես միշտ սատարել եմ ազգային ժողովրդական բևեռին, դա այն մոտեցումն է, որ իրականում ես միշտ մտածել եմ եւ մտածում եմ, որ Հայաստանը պետք է առաջին հանրապետության իրավահաջորդը լիներ, սակայն մի բան եմ ուզում, որ բոլորը իմանան, գիտեք ոնց, դա իհարկե այն իմ երազանքն է եղել, իմ նախընտրությունն է եղել, որը որ իրականության հետ, այսօրվա իրականության հետ ոչ մի կապ չունի, հարգելի ժողովուրդ։ Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք մեր ուժերը, ես ուզում եմ, որ մենք իրականում ռացիոնալ լինենք, հասկանանք, թե ինչն է հնարավոր այսօր, ինչը հնարավոր չի։ Ելնելով դրանից մենք պետք է հասկանանք, որ այսօրվա վիճակով մենք կանած ենք ընտրության առաջ, կլինի Հայաստանը, թե չի լինի, այս մեր եղած Հայաստանը, հա, եւ իհարկե ես դեմ եմ իրական Հայաստանի հասկացողությանը, ի սկզբանե ես կողմ եմ իրավական Հայաստանին, մենք պետք է ստեղծենք այդ իրավական պետությունը, մենք պետք է պահպանենք մեր եղած Հայաստանը, մենք պետք է ուժեղանանք, մենք պետք է համախմբենք եւ այդ պարագայում միայն մենք հետագայում ճշտելով, նորմալացնելով հարաբերությունները հարևանների հետ, մենք կարող ենք միջազգային կազմակերպությունների միջոցով կարողանանք հասնենք մեր նպատակներին, այն իրական նպատակներին, որոնք որ կլինեն իրական նպատակներ։ Ինչ որ կախված է իրականությանը, նույնպես ես հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ պոպուլիզմ կլինի, եթե փորձես օգտագործել են մոտեցումը, որ վերադարձնելու ենք Արցախը, պետք է վերադարձնենք, այսօրվա դրությամբ դա բոլորս հասկանում ենք անհնարին մոտեցում է, իրականությունը պետք է ճիշտ ձևի նայենք աչքերին իրականության, եւ միակ բանը ինչ որ կարելի է մոտակա ժամանակ անել եւ մենք դրա շուրջ աշխատում ենք մեր գործընկերների հետ, դա արցախցիների իրավունքները պաշտպանելու հարցն է միջազգային կազմակերպություններում եւ անհնար է, որ ինչ որ մեկը փորձի շղթել կամ դեմ առնի նրան, որ իրանք իրավունքներ ունեն վերադառնալու Արցախ։ Դա իրանց միջազգային օրենքներով ապահովված իրավունքներն է եւ ոչ մեկը, հենց չեմ ասում այս պաթոլոգիկ սուտասանը, ով որ մեզ գլխին բերեց թե պատերազմ, թե 4000-ից ավել երիտասարդների կորուստ մեր գլխին, այս անտանելի սրիկան, ով որ խափելով ամեն օր կեղտոտություններ ազգներ, հակազգային մոտեցում ցուցաբերելով, պառակտելով մեր ազգը, ուզում է միայն կրճի այդ իր աթոռից, որտեղ ինքը գիտի, թե ինչքան հանցագործություն է իրականում ինքը կատարել, եւ այդ հանցագործությունների համար ինքը պատասխան է տալու, այն մյուս օրը, հենց որ լքեց աթոռը, ինքը պատասխան է տալու իր հանցագործությունների համար։ Եվ դրա համար ինքը կարճած է պահում այդ աթոռից, եւ ինքը ամեն ինչ անում է, որ իր ղեկավար Ալիևը ստանա ամեն ինչ որ ուզում է, միայն հնարավորություն տա իրան մնալու, իսկ իր հնարավորությունը ոնց է մեզ վախացնելով, մեր ժողովրդին պառակտելով եւ վախացնելով, հանկարծ ես չնեմ պատերազմ առնելու, վաղը սահմանադրությունը չփոխենք պատերազմ առնելու, 300,000 հոգի ադրբեջանցի չկա պատերազմ առնելու, այն մյուս վերջինն էլ ասելու է, թե մեր աղջիկներին կանանց չտանք ադրբեջանցիքին պատերազմ առնելու, դե որոշենք ժողովուրդ ջան, եկեք որոշենք, վերջը ինչ ենք ուզում, մենք ուզում ենք այդտենց մեր երեխեքին, մեր կանանց, մեր աղջիկներին տանք ադրբեջանցիքին, ինչ որ լապ գցում են մեր դեմ այդ լապը ուտենք, թե զիբիլը վերջը այն ընտրությունների միջոցով մենք պետք է անենք, դա եմ ուզում ասեմ, որտեղ ոմանք ասում են, որ ընտրությունով չի լինի, կլինի ընտրությունով, ու լինելու է ընտրությունով, ժողովուրդ ջան, պետք է դա հասկանաք, դա ձեր ձեռն է, ամեն մեկը ովքեր որ կգնան ընտրության եւ ընտրություն կկատարեն, կապ չունի ում եք ընտրելու, դուք պետք է գնաք եւ ընտրություն կատարեք, ուրիշ բան որ հասուն
քաղաքական ուժերը պետք է հասկանան, թե ինչ ձևի կոալիցիաներ պետք է ստեղծեն։ Կոալիցիաները կարևոր են լինելու։ Մենք դրա վրա աշխատում ենք, այդ կոալիցիաները լինելու են։ Եվ գնացեք ընտրեք, գնալու եք ընտրության։ Այ ընտրությունից հետո, երբ որ սա փորձելու է կեղծել այդ ընտրությունները, այ դրանից հետո մենք դուրս գանք եւ մեր կապահովենք, որ մեր ընտրությունը իրականում պինդ պահենք մեր ձեռքում, որ մենք կարողանանք կառուցենք այդ մեր իրավական եւ պինդ ուժեղ Հայաստանը։ Սա է ամենակարևորը, Ժորժ ջան, ուզում ճիշտ հասկանաք բոլորը։ Եվ այդ գիտեք էմոցիաների դաշտից արդեն պետք է դուրս գալ։ Մենք իրավունք չունենք, ժամանակ չունենք էմոցիաների դաշտում մնալու։ Մեր կարևորությունը այսօր ռացիոնալ դաշտ մտնելն է։ Այս մարդը ուղղակի տեխնոլոգիաներ է, թուրքական եւ ուրիշ երկրների տեխնոլոգիաներ է օգտագործում մեր ժողովրդի դեմ, որ կարողանա մնա իր աթոռին։ Մենք պետք է այդ ամեն ինչը հասկանալով կարողանանք մեր օրակարգները ստեղծենք, մենք կարողանանք ճիշտ ձևի համախմբվենք, շատ կարևոր է։ Առողջ ուժերը համախմբեն։ Ես էլ եմ ասում, այն պարլամենտական օպոզիցիան եւ ներկա այդ իշխանությունը դրանց պետք է առհամարել իրականում։ Չնայած իրանց մեջ էլ կան մարդիկ իհարկե, որ երևի թե լավ որակով մասնագետներ են, հետագան կարելի է իրանց էլ ինչ-որ օգտագործել կառավարման process-ում, ես չեմ ուզում բոլորին ասել, սա կեղծ են։ Չէ, պարլամենտական անդիմությունը եւ հիմիկվա իշխանության մեջ կարող է այնպես հաշված ինչ-որ մարդիկ գտնես, որոնք որ իրականում որակ ունեն, սխալմամբ թե ինչով են ընկել այնտեղ, թե ինչից ելնելով, բայց ամեն դեպքում եթե պրոֆեսիոնալ են, մենք պրոֆեսիոնալներին պետք է արժանանք եւ հակառակ օգուտ պետության եւ պետականաշինության իրանք մասնակցեն կառավարման օղակներում։ Սակայն ելի եմ ասում, շատ կարևոր է ճիշտ ձևի ճիշտ ուժերով համախմբվել, որ թույլ չտալ։ Մենք իրավունք չունենք։ 2026 թվականի ընտրությունները լինելու են ճակատագրական մեր ազգի համար եւ մեր պետության համար։ Եկեք համախմբվենք, եկեք փորձենք դեպի ճիշտ նպատակով մեր էներգիան օգտագործենք, այդ համախմբան նպատակով, մենակ դա է մեզ փրկելու, մենակ համախմբված ազգն է լինում ուժեղ եւ կարողանանք կազմել այն կառավարությունը, որին որ վստահի մեր հանրությունը, այդ դեպքում մենք կլինենք ուժեղ պետություն եւ դա կլինի մեր երաշխիքը այսօրվա դրությամբ ուզում եմ լավ իմանաք, ինքը ցուցաբերում է խաղաղությունը բերում։ Դե եթե բերել ես, որ ասում ես բերել եմ, փաստորեն չես բերել, չէ՞, եթե Ալիևը համես վախացնում անդեից, դու ես վախացնում, որ եթե ես չլեմ, ուրեմն եթե դու չլնես, խաղաղություն չկա, դու ուզում ես ասես, դու պետք է միշտ լնես, որ խաղաղություն լինի, հա։ Սատանա, դու չես բերել խաղաղությունը, իմացի։ Խաղաղությունը մեր համար բերելն է մի մարդ այսօրվա դրությամբ։ Ու երաշխիքն է իրականում որպես մարդ ինքը ԱՄՆ-ի նախագահն է իր Տրամպի բանով, որը որ անպայման պետք է ընդունվի, բայց այն ձևով պետք է ընդունվի եւ պայմանագրերը այնպես կազմվեն, որ օգուտ իշա Հայաստանի լինեն այնտեղ, որտեղ այսօր դրությամբ հասկանալի չէ թե ինչեր է այնտեղ նախապատրաստում, եւ երկրորդը դա Եվրոպայի միությունն է եվրոպական դիտորդներով, որոնք կայունած են սահմանին։ Ինքը ուզում է այդ եվրոպական դիտորդներին էլ անի Ժորժ ջան սահմանից, որ Ալիևի ձեռքերը բաց լինեն, որ ամեն ժամանակ ինչ-որ կրակոց սարքի մի հատ ինչ-որ սադրանք անի սահմանին, որ մենք ասենք, հա, էլի այմոր դե իսկական թող Նիկոլը մնա, էլի թե չէ հեսա տենում եք սահմանին ինչեր անելու էս Ալիևը։ Ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն։ Մենք այդ մուրացող այս կեղտի խաղաղությունը չենք ընդունելու։ Մենք ընդունել ենք միայն արժանապատիվ խաղաղություն, սա է լինելու մեր խաղաղությունը եւ մենք հասնելու ենք այդ խաղաղությունը, մենք ունենալու ենք այդ խաղաղությունը, հանգիստ եղեք։ Մենք ընդունելու ենք այնպեսի մոտեցում, երբ որ կգան կառավարման, բացի նրանից, որ այսօր օրվադրությամբ երաշխիքները ԱՄՆ-ն ու Եվրոմիությունն են մոտակա 3 տարին պատերազմ չի լինելու լայնածավալ, իմացեք, դա 100% չի լինելու լայնածավալ պատերազմ։ Սադրանքներ կարան լինեն նրա պատճառով, որ թողեն սրան, որ սա մնա այլի աթոռին։ Ասում եմ, այս իրանց խաղն է, Ալիև, Էրդողան, Փաշինյանի խաղերն են։ Բայց քանի որ երաշխիքները մոտակա 3 տարին դեռևս կան, այս 3 տարին պետք է մենք ճիշտ օգտագործենք։ Այս 3 տարվա մեջ մենք պետք է այնպեսի մոտեցումներ իրականացնենք, ոնց որ համապարփակ անվտանգության համակարգն է։ Դա պետք է կիրառենք եւ կտենանք, թե մենք ինչ ուժեղ եւ պինդ պետություն ենք լինելու եւ ոչ մեկ չի ուզենա մեր այդ պատերազմի գնալ, որտեղ իրանց ունեցած զոհերը այդ պարագայում կլինեն անհամեմատ եւ իրը ոչ մեկին ձեռ չի տալու Հայաստանի հետ պատերազմի գնալ։ Էլ չեմ ասում նրա մասին, որ եթե մենք կուր համախմբված ժողովուրդ դառնանք, մենք կունենանք
ուժեղ պետություն, ուժեղ տնտեսությունը ներդրվում այն ուժեղ հոսքերը ապահովելու, այդ ամեն ինչը մեզ ուժեղացնելու է օրից օր, 3-ից 10 տարվա մեջ դուք չեք ճանաչի Հայաստանը, ժողովուրդ ջան, իմացեք, պինդ եղեք, մեզ պետք է արժանապատիվ ձևի ապրենք, մենք այն ազգը չենք, որ մեր դեմը ինչ-որ գցեն, մենք ուտենք, խնդրում եմ ձեզ, ճիշտ հասկացեք, պինդ եղեք, հավաքվենք իրար հետ և փոփոխություններ կատարենք, շնորհակալություն հարազատներ։